Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ միջազգայինագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, ինչ տվեց Վենսի այցը Հայաստան։ Վենսի այցը Հայաստանին տվեց շատ կարևոր նոր հնարավորություններ, որոնք վերաբերվում են միանգամից մի քանի ուղղությանը համագործակցության առաջ երթին ես կասեի բազմաշերտ հնարավորություններ է Հայաստանի համար ձևավորում, այսինքն սա ոչ թե մեկ ոլորտի, այլ միանգամից մի քանի ոլորտի հարց է։ Մի կողմից մենք ատոմակայանը փոխարինում ենք ռուսականից անցնում ենք դեպի ամերիկյան, անցնելու ենք դեպի մոդուլային, առաջին մոդուլով փոխարինելու ենք գործող ատոմակայանը, երկրորդ, երրորդ մոդուլով ստեղծելու ենք նոր էժան հոսանքի հնարավորություններ Հայաստանում, մաքուր եւ անվտանգ, այդ թվում երկրաշարժների ուղղությունով կլինի անվտանգ, դրան ավելանում է TRIP ծրագիրը, որին պետք կլինի այդ հոսանքը եւ որը նաեւ կլինի ֆինանսական աղբյուր, այդ թվում ֆինանսավորելու այս կարևոր ծրագիրը նույն ատոմակայանի եւ երրորդ կարևոր բաղադրիչը դա արդեն արհեստական բանականությունը, չիպերը, կիսահաղորդիչներն են, որոնց ոչ միայն փաստացի Հայաստան արտահանման թույլտվությունը Միացյալ Նահանգները տվել, իդեմս ամենամեծ նաև ամենախոշոր գործընկերության աշխարհում Nvidia-ի, որը լավագույն չիպերը կարտահանի Հայաստան եւ այդ չիպերը կարելի ասել մի քանի պետությունում է առհասարակ հասանելի, դա Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Իսրայել, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ կարծես էլ ուրիշ պետությունում այդ մակարդակի չիպերի արտահանում նույնիսկ չկա։ Բացի դրանից խոսք է գնում չիպերի արտադրության նույնիսկ թեմայի մասին, որը իմ կարծիքով շատ հետաքրքիր է, որտեղ եթե մենք կարողանանք օգտագործել այդ ամեն ինչը, հոսանքը, վստահությունը Միացյալ Նահանգների, այդ թվում այն հազվադեպ մետաղները, որը մենք էլ ունենք եւ շատ քանակով կա կենտրոնական Ասիայում, ապա կարողանալու ենք ձևավորել Հայաստանի արդեն նոր ուրեմն տնտեսության այսպիսի մոդել եւ իհարկե մեր համար ամենակարևորը անվտանգությունն է, այդ ուղղությամբ էլ հայտարարություն արվեց փոխնախագահի կողմից, որ խաղաղությունը պահանջում է ուժ, ես կիսում եմ այդ մոտեցումը եւ կարծում եմ մեր ազգը նաեւ կիսում է այդ մոտեցումը եւ համաձայն է եւ առաջի քայլը այս ԱԹՍ-ների վաճառքը, որը տեղի կունենա Հայաստանին, իդեմս ասեմ դա միայն հետախուզական չի, եթե ցանկություն լինի, կարա հարձակման կամ նկատի ունեմ ռազմական բաղադրիչ էլ ունենա, ոչ միայն հետախուզական, բայց Պարզապես հայտարարվել է, որ հետախուզական ֆունկցիա է կատարում։ Ինքը հետախուզական է, բայց նաև ինչքանով գիտեմ, հնարավոր է հատուկ հրթիռներ նաև, որ լինի օգտագործված այդ ԱԹՍ-ների վրա, եթե այդպիսի որոշում կայացվի, այսինքն երկու տարբերակներ ունի, միայն հետախուզական եւ հարվածային միևնույն ժամանակ։ Բայց սա առաջի քայլն է։ Միայն առաջի քայլն է եւ սա նշանակում է, որ մենք արդեն իդեմս նաեւ հիմք ունենալով այդ հայտարարությունը փոխնախագահի կարողանալու ենք զարգացնել մեր ռազմատեխնիկական հնարավորությունները եւ դրա համար նաեւ ունենանք հնարավորություններ ֆինանսներ TRIP-ից մենք նաեւ ունենալու ենք եկամուտ, մի խոսքով ձևավորվում է Հայաստանի համար պատմական հնարավորություն, վարչապետը ասաց երեք եւ ես կիսում եմ իր մոտեցումը, որ մենք առաջի անգամ ստանում ենք 100 տարով մոտավորապես այսպիսի երաշխիք հայկական պետության համար եւ հնարավորություն 100 տարով պլանավորելու մեր տարբեր ծրագրերը եւ այլն, ինչը շատ կարեւոր է, իհարկե դա չի նշանակում, որ մենք պետք է այսպես հանգիստ լինենք եւ մտահոգված չլինենք այն անվտանգային իրավիճակով, որը կա, ոչ, մեզ պետք է լավ պատրաստվել եւ ես կարծում եմ այդ ուղղությամբ նաեւ քայլեր արվում են Պաշտպանության նախարարության կողմից տարածած այդ տեսահոլովակները, որը վերաբերվում է ամրացված շրջանների եւ այդ թվում զենքին, որը մենք Հնդկաստանից գնել ենք, դրա վառ օրինակն են, բայց մեծ անելիք կա, որ շարունակենք այդ ամենը եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ զարգացնենք այդ թվում ռազմական համագործակցությունը։ Պարզապես այսպես հակընդդեմ կարծիքներ կան, ասում են ինչքանով է իրատեսական հայտարել, որ 99 տարով Հայաստանը լինելու է Ամերիկայի շնորհիվ, որովհետև ասում են Ամերիկան տեսել եք ինչ փոփոխական քաղաքականություն է վարել իր ազդեցության գոտիներում, այնտեղ որտեղ շահեր է ունեցել, Աֆղանստանի օրինակն են բերում, Սիրիայի օրինակն են բերում, որ Ամերիկան իր
ձերքերը քաշեց մի կողմ, սա դուք վտանգավոր չեք համարում Փաշինյանի հույսը, որ Ամերիկա 99 տարով Հայաստան կայ, այսինքն Հայաստանը բնականաբար պետք է լինի միշտ, բայց ոչ այլ պետության ինչ որ ծրագրի հիմքով։ Ոչ, այլ պետության ծրագրի հիմքով չի խոսքը գնում, այլ խոսքը եւ Միացյալ Նահանգների դեպքում օրինակ բերել Աֆղանստանը եւ Սիրիան սխալ է, որովհետեւ տեսեք Աֆղանստանում խնդիրը հենց դրանում էր, որ այդ կառավարությունը, որը այնտեղ կար, ինքը արհեստական էր մեծ առումով, որովհետեւ Աֆղանստանի բնակչությունը եւ այդտեղ գործող տերորիստական խմբավորումները շատ ավելի ակտիվ են։ Աֆղանստանը ժողովրդավարական պետություն չէ, Աֆղանստանը Ամերիկայի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն չի ունեցել եւ Միացյալ Նահանգները փորձեցին օգնել Աֆղանստանին, որ ճիշտ ուղու վրա կանգնի, չստացվեց դա մեծ ծախսերով, մեծ զոհերով, բայց Աֆղանստանում այսպիսի ֆունդամենտալիստական ուրեմն այդ ռադիկալ տերորիստական խմբավորումները ի վերջո կարողացան պահպանել իրենց ազդեցությունը։ Միացյալ Նահանգները ոչ թե դուրս եկավ այդտեղից, որովհետև չէր կարող շարունակել մնալ, այլ ուղղակի համարեց, որ դա նպատակահարմար չէ։ Հիմա, եթե Հայաստանում լինի հակաամերիկյան իշխանություն, եթե Հայաստանում լինի իշխանություն, որը խոչընդոտելու է Միացյալ Նահանգների եւ Ամերիկայի եւ Հայաստանի հարաբերությունները, ապա այո, Միացյալ Նահանգները ինչ որ փուլում կարող են որոշել, որ հայ ժողովուրդն է, որ իր ճակատագիրը որոշում, չեն ուզում մեր այդ հարաբերություններ, խնդիր չկա, Ամերիկան ուրիշ պետություններ կգտնի, ով կուզենա դա։ Եվ վառ օրինակը դրան Հայաստանն է, Աֆղանստանի փոխարեն կամ Սիրիայի փոխարեն, որտեղ որ թուրքամետ իշխանություն է եկել, Հայաստանում կոնկրետ կա ժողովրդավար իշխանություն ընտրված ժողովրդի կողմից եւ Միացյալ Նահանգների հետ ցանկություն կա հարաբերությունները զարգացնելու, խոսքի Վրաստանն էլ է դրա վառ օրինակը։ Ինչու Վրաստանի հետ, որը 30 տարի այդ դերն է ունեցի այստեղ, տարանցիկ ուղու չեն զարգացնում Միացյալ Նահանգները հարաբերությունները հիմա, որովհետեւ Վրաստանի իշխանությունները ռուսամետ են, շեղվել են Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններից եւ ճիշտ է իրանք ուզում են Ամերիկայի հետ հարաբերությունների սեփական պայմաններով վերականգնել, բայց դա չի լինելու։ Եվ դա լավ օրինակ է նաեւ Հայաստանի ժողովրդի համար, որ մենք գիտենանք, եթե Հայաստանում լինեն խոսքին ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչները իշխանությունում, որոնք բացահայտ հայտարարում են TRIP ծրագրում Ռուսաստանի եւ Չինաստանի ներգրավվածության մասին, ապա այդ ծրագիրը չի լինի։ Եվ այդ դեպքում Միացյալ Նահանգները այստեղ չի լինի։ Երաշխավորվածը ոչ թե Հայաստանն է, այլ Հայաստանում աշխարհի ամենահզոր պետության շահերը։ Եվ այսօրվա աշխարհը այդպես է գործում։ Երբ ստեղծվում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արհեստական բանականության կենտրոն կամ ատոմակայան, դուք ո՞նց եք պատկերացնում դա զուգահեռ նաև շահերը չէ ձևավորում։ Այդ ընկերությունների Nvidia-ն աշխարհի խոշորագույն ընկերությունն է, ատոմակայանը կարևորագույն ռազմավարական օբյեկտ է եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները այն պետություններում է, որոնք ուզում են Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ։ Վրաստանը ուզում էր, Միացյալ Նահանգները այստեղ էին։ Վրաստանը հիմա չի ուզում, իդեմս ռուս օլիգարխ Իվանիշվիլու, Միացյալ Նահանգները այստեղ չեն։ Իրանք Ռուսաստանի նման հո չեն, որ ստիպեն պետությունին լինել դաշնակից։ Իսկ Հայաստանը այսօր ուզում է եւ այո։ Իսկ ինչ վերաբերվում է այդ երաշխիքին, ապա Հայաստանի երաշխիքը պետք է լինի Հայաստանի պետությունը առաջերտին, մեր զինված ուժերը, մեր տնտեսությունը, բայց այդ ամեն ինչը չի կարող աշխարհից զատ առանձին այսպես գոյություն ունենալ եւ մեզ պետք է համագործակցությունից աշխարհի 25% տնտեսության հետ Միացյալ Նահանգները միայնակ աշխարհի 25%-ն են։ Ամենահարուստ, ամենաբարձր տեխնոլոգիական, ամենազարգացած, ամենահզոր ռազմական առումով պետության հետ ունենալ ռազմավարական ծրագիր, որի ներքո որը ունի նախագահի անվանումը եւ այլն, ինչքան էլ նախագահները չփոխվեն Միացյալ Նահանգներում, մենք դրա վառ օրինակը այն է, որ Բայդենի աշխատակազմի կողմից ստորագրված ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ Միացյալ Նահանգների շատ լավ շարունակում է եւ ակտիվացնում է Դոնալդ Թրամփի աշխատակազմը, ինչքան էլ Բայդենին քննադատի Դոնալդ Թրամփը։ Չշփոթենք իրար հետ, ուրեմն այդ ներքաղաքական թեմաները եւ սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար, որը մենք չունեինք եւ որը ամրապնդելու է հայոց պետականությունը։ Ադրբեջանն է նաև այդ ստատուս ունենալու Միացյալ Նահանգների հետ շփումներում, Վենսը նաև Ալիևի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, սա արդյոք խնդրահարույց կարող է լինել, թե ոչ, որովհետև տարածաշրջանում միայն Հայաստանի հետ ունեին նման կարգավիճակ։
Խնդրահարույց չէին պատկերացնում, որովհետև ինչքան ավելի Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները իրար հետ կապեր ունենան, այդքան ավելի, այսպես ասեմ, ռիսկերը կառավարելի կլինի Ադրբեջանի ուղղությամբ։ Եվ ամենակարևորն է, որ Վենսի այդ խոսքերը ճիշտ տրամաբանություն ստանան եւ մենք կարողանանք ռազմական առումով այդքան հզոր լինել, այդ թվում տնտեսական, որ որևէ խնդիր չունենանք Ադրբեջանի հետ խաղաղությունը լինի ապահովված։ Մենք իհարկե չպետք է հույսներս դնենք արտաքին որևէ ուժի վրա, մենք իհարկե պետք է պատրաստենք հզոր հայկական զինված ուժեր։ Ես առհասարակ համարում եմ, որ ամբողջ ազգը պետք է լինի բանակ եւ մենք պետք է կարողանանք հզոր բարձր տեխնոլոգիական զինված ուժեր ձևավորել, որում բոլորը ներգրաված կլինեն տարբեր մակարդակով, բայց միևնույն ժամանակ իհարկե մեր նպատակ խաղաղությունն է եւ Միացյալ Նահանգները օգնելու են այդ օրակարգում։ Իսկ Ադրբեջանի հետ համագործակցությունը մենք տեսնում ենք խոսքին ռազմական առումով նավեր են փոխանցելու, որը մեր հետ որևէ կապ չունի, որովհետև դա Ռուսաստանի եւ Իրանից եկող սպառնալիքների մասին է։ Նույն եթե նայենք ատոմակայանի թեման, մենք առաջ ենք շատ եւ Ադրբեջանը նավթի ուղղությունով է համագործակցելու, իսկ դա նախորդ դարի տնտեսական բաղադրիչ է իրականում, իսկ արհեստական բանականության եւ ուրիշ ուղղություններով մենք մի քանի քայլ առաջ ենք։ Մեր մոտ այդ 4 միլիարդանոց ներդրումը, որը սկսում է Ադրբեջանի ուղղությամբ նոր առաջի քայլերը պետք է սկսվեն ինչ որ համագործակցության արհեստական բանականությունում։ Այսինքն Միացյալ Նահանգները իհարկե հույսը եւ գլխավոր խաղադրույթ անելու են մեր վրա, այլ ոչ թե Ադրբեջանի, որովհետեւ թուրքական պետությունները շատ են տարածաշրջանում, իրանք բռնապետություններ են, իսկ հայ ժողովուրդը Ամերիկայի հետ դաշնակից է իրականում սերտ, ինչպես արժեքը համակարգի ուղղությունով, այդպես էլ մեր համայնքը այնտեղ եւ այդպես էլ ժողովրդավարության հիմքի վրա եւ այլն, ի վերջո տարբեր այդտեղ Վենսի հայտարարությունները նրա մասին են, որ մենք համատեղ մշակույթ եւ համատեղ աշխարհ քաղաքական, ուրեմն այսպիսի կրթական ընտանիքի մաս ենք, արևմտյան այսպես ասեմ, եւ Ադրբեջանը այդպես չէ, Ադրբեջանը արևմտյան ընտանիքի մաս ոչ կա այդպիսի մաս, ոչ էլ իրան դրսևորում այդպիսի մաս։ Եվ որ նշում եք նավերը Միացյալ Նահանգներից ձեռք բերվող Հայաստանի դեմ չեն, իսկ Պակիստանից ձեռք բերվող զենքերը դրանք էլ Հայաստանի դեմ չեն, հարձակողական։ Պակիստանից ձեռք բերվողը կարա լինի Հայաստանի դեմ էլ, Ռուսաստանի դեմ էլ, Իրանի դեմ էլ։ Հիմա այդ դեպքում մենք մեր խնդիրը պետք է տեսնենք, իհարկե ես ավելին ասեմ, հիմա խոսք է գնում, որ իրանք շվեդական ինքնաթիռներ են ուզում գնել, պակիստանականը գնել են արդեն, ինչպես գիտեք։ Դա իհարկե լուրջ խնդիր է եւ մենք դրա արձագանքը պետք է ունենանք մեր զինված ուժերում եւ ես առաջարկում եմ, որ Հնդկաստանի զուգահեռ մենք Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգների հետ ել ավելի խորացնենք ռազմական հարաբերությունները, այդ թվում ինքնաթիռների մասին մտածենք։ Ես ուրախ եմ, որ Պաշտպանության նախարարությունը չի հաստատել Հնդկաստանի հետ Su-30 MKI կամ SM-ների ուղղությունով խորացվող հարաբերությունները, նկատի ունեմ նորի գնելը, որովհետև ինչ ունենք հիմա հասկանալի է, որ նա զինելը պետք եւ Հնդկաստանը մեզ կարող է օգնել, դա ճիշտ է, բայց ես հուսով եմ, որ մենք կսկսենք կամաց արևմտյան ինքնաթիռների հարցի ուղղությունով աշխատել, որովհետև այո, պակիստանական ինքնաթիռները եւ շվեդականը, որը կարող է Ադրբեջանը գնի, խնդիր է, եթե մեր օդուժը թույլ է։ Եվ Պարոն Թոմասյան, հիմա ինչ են ասում Նիկոլ Փաշինյանի հայտարարած մտքերի հետ կապված այն, որ լինելու է թրիփի վրա back office, front office, back office եւ ազգային ժողովում էլ հայտարարեց, որ մինչեւ 27 թվականի աշուն արդեն հնարավոր կլինի առանց կոնտակտի անցուդարձ անել, եթե կենսաչափական անձնագրեր, բիոմետրիկ անձնագրեր ունենան։ Սա մեկնաբանվում է, որ Էլի Ալիևի ասածը եղավ, որովհետև էլի հայերի չեն հանդիպելու ադրբեջանցիները։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս քննադատությունները։ Ես ուզում եմ հասկանամ մեր նպատակը ինչու է։ Մենք ուզում ենք, որ ադրբեջանցիք հայերին հանդիպեն անպայման։ Այսինքն այդ դեպքում մյուս կողմից մենք խոսում ենք նրա մասին, որ ադրբեջանցիքի մուտքը Հայաստան կամ բնակեցումը Հայաստանում եւ այլն խնդիր է։ Այսինքն ես այս դեպքում չեմ հասկանում մեր տրամաբանությունը։ Թե զուտ ուզում եք սահմանին, որ հայերին դիմավորեն, ապա հայկական դրոշը կդիմավորեն հաստատ,
եւ Հայաստան մուտք կգործեն։ Հիմա տեխնիկական առումով վարչապետը ասել է, որ բոլոր սահմաններում դա տեղի կունենա։ Տեսեք, ես եթե վաղը Վրաստանից գալու եղնեմ Հայաստան եւ սահմանի վրա սահմանապահին չհանդիպեմ եւ միանգամից սահմանը անցնեմ այդ նոր սարքերի միջոցով, ապա ինչ խնդիր։ Ինչ դա անպայման պետք է որևէ մեկին այդտեղ հանդիպեմ, եթե մուտք եմ գործում Հայաստան, բավարար է, լինում ես Հայաստանում եւ ֆիքսված է լինելու ամեն ինչ այնտեղից, հետո մեր հարցը հենց դրանում է, որ մենք այդ ադրբեջանցիքին մուտք գործելու դեպքում ուզում ենք հանդիպել խոսքին Մեղրիի փողոցներում, թե ոչ։ Եվ ինչ կարգավիճակով, ինչ տրամաբանությունով։ Հասկանալի է, որ առաջի փուլում ոչ մենք, ոչ իրանք երևի իրար ասենց առանձնահատուկ հանդիպելու ցանկություն չունենք։ Կամաց պետք է ձևավորվի այդ փողվստահությունը, որ կարողանանք իրար հետ հանդիպել տարբեր տեղերում, այդ թվում նույն Ադրբեջանի տարածքում է խոսքին Նախիջևանով գնացողը դեպի Մեղրի գնացքով նաև խոսքին մարդ կարա գնալ կամ մեքենայով էլ ապագայում, ինքը մեքենայից կուզենա դուրս գալ, թե չէ Նախիջևանի որևէ հատվածում, չգիտեմ, այս պահին չեմ կարող ասեմ, որ շատ մեծ ցանկություն դրա կունենա։ Այսինքն կամաց պետք է այդ ուղղությամբ գնանք։ Հիմա եթե բարձր տեխնոլոգիաներով ապահովենք այն, որ ինչքան կարելի է ավելի քիչ կոնտակտ լինի միայն այն դեպքում, եթե կոնտակտի անհրաժեշտություն կա, հասկանում եք, այսինքն եթե մարդը պետքա այդտեղ մի բան արգելվի կամ մի բան ստուգվի նորից կամ ինչ որ մի անվտանգային գործընթաց տեղի ունենա, այո, բայց զուտ ինչքան ավելի վաղ չի առաջարկվում հայերին Ադրբեջանի տարածքով երթևեկելիս։ Տեսեք, վարչապետը դրա վրա պատասխանեց, որովհետև թրիփ ծրագիր Ադրբեջանի տարածքում չկա։ Հա, բայց լրացուցիչ բան է ստեղծում, ռիսկեր է ստեղծում հայաստանցիների համար։ Ինչ նկատի ունեք ռիսկերը։ Որովհետև անցակետում չգիտենք ինչպես կվարվեն օրինակ, պարզ բան, ինչքան կպահեն անցակետում, արհեստական ինչ օրինակ ձգձգումներ կլինեն, էթնիկ ինչ խնդիրներ առաջ կգան, բայց այս առումով իրենք ապահովագրված են, իրենք գալու են ավտոմատացված նույնականացվեն եւ անցնեն։ Ոչ, ես չէի ասի, որ սա ավտոմատացված է, այսինքն եթե տեսեք, դուք տեսեք ինչու՞մ է մեր գլխավոր սխալը այստեղ, երբ այսպիսի քննարկում է տեղի ունենում։ Դուք փաստացի պնդում եք, որ եթե տեխնոլոգիայի միջոցով է թույլտվություն տրվում, այլ ոչ թե մարդու։ Չէ, լավ, շատ լավ է, որ այդ տեխնոլոգիան կիրառվում է։ Դե թող այդ նույն տեխնոլոգիան Ադրբեջանը նաև այնպես անի, որ հայերն էլ նույն կարգավիճակով կարողանան, նույն պայմաններով կարողանան անցուդարձ անել։ Անցուդարձ որտեղ։ Ադրբեջանի տարածքը օգտագործելով, օրինակ Նախիջևանն օգտագործելով Մեղրի գնալու համար։ Ես նույնն եմ ասում, որ պետք է այդտեղ էլ հիշեցնեմ, փաստաթղթում գրված է փոխադարձ առավելություններով, այսինքն պետք է քննարկվի այդ կոնկրետ հարցը եւ տրամաբանությունը եւ ձևավորվի այնպիսի փոխադարձ առավելություն, որը կտա հեշտացված մեծ հնարավորություն նույն Նախիջևանի տարածքով գնալ դեպի Մեղրի։ Այսինքն դա փաստաթղթից է պնդում, բայց Հայաստանը, Ադրբեջանը դա պետք է անի։ Մենք անում ենք այն, ինչ վերաբերվում է մեր հատվածին, կոնկրետ եւ մեր թրիփին։ Այսինքն նույն տրամաբանությունով հիմա Ադրբեջանը խոսքին բացել է արդեն մեր համար երկաթուղու հնարավորությունը, Հայաստանն էլ է ասում, մենք էլ ենք պատրաստ եւ բաց է, կարող եք գալ երկաթուղով առաջերտին մեքենաներով օգտագործել Գորիս Մարգարա ուղղությունը եւ այլն։ Այսինքն պետք է հասկանանք, որ այստեղ տեխնոլոգիան չէ խնդիրը եւ փաստաթղթում գրված է, որ անխոչնդոտ կապ է լինելու Ադրբեջանի եւ իր ինքնավար հանրապետություն Նախիջևանի միջեւ եւ Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններ, այսինքն Հայաստանը այսպեսի էքսկլավ Նախիջևանի պես, որ Ադրբեջանը ունի, եւ հաշվի առնելով դա իրավիճակը տարբեր է, այսինքն նույնը չի կարող գնահատվել այդ տրամաբանությունով, բայց հաստատ եւ վարչապետը դրա մասին բազում անգամ խոսել է, Երևանից մինչեւ Մեղրի գնացողը, Հայաստանից Հայաստան գնացողը չպետք է լինի նույն տրամաբանության, որը կլինի միջազգային է, ինչպես նաեւ Ադրբեջանն է նույնը ուզում, որ Ադրբեջանից Նախիջևան չլինի նույնը, ինչ միջազգայինը։ Դա արդեն գործնային հարց է, որը լինելու է լուծված նաեւ այդ թրիփի տրամաբանության ներքո եւ երկկողմ նաեւ գործընթացներով։
Պարոն Թովմասյան, Եվրոպայի, Ֆրանսիայի հետ հարաբերությունները ինչպես կգնահատեք։ Կարծեք թե հիմա մոռացության է մատնվել կամ չի խոսվում, բայց այս Ամերիկայի հետ հարաբերությունների խորացման կամ նոր փորձերի ֆոնին Եվրոպայի հետ հարաբերությունների մասին խոսք չի գնում։ Դուք տեսնում եք այստեղ ինչ որ զարգացում, թե ոչ։ Ոչ, ես չեմ տեսնում զարգացում առանձնահատուկ, որովհետև մենք Եվրոպայի հետ ունենք շատ լավ հարաբերություններ։ Վերջերս գիտեք, որ ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ Գերմանիայի հետ, եւ Հայաստանը խորացնում է այդ հարաբերությունները եվրոպական տարբեր պետությունների հետ։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ տարբերությունը նրանից է, որ փոփոխությունը եւ իրավիճակը նրանից, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ այդ ծրագրերը շատ ավելի ակտիվացել են եւ տրամաբանորեն մենք ավելի խորացած ենք այս պահին այդ թեմաների մեջ։ Հայաստանում կավորենք եվրոպական ինտեգրման մասին, Հայաստանը անում է քայլեր այդ ուղղությամբ, իհարկե հասկանալի է, որ տարածաշրջանային մթնոլորտը, այդ թվում Վրաստանում իրավիճակը չի տալի ավելի անելու հնարավորություն այս պահին։ Եվրոպան էլ ինքը գտնվում է այսպիսի փոփոխական իրավիճակում հիմա, տարբեր հարցեր են քննարկվում հենց ներքուսում Եվրոպայում, այդ թվում եվրոպական միատեղ համատեղ այսպիսի անվտանգային ծրագիր եւ քաղաքականություն ձևավորելու հարցը, եւ Եվրոպան առանձին սուբյեկտ է դառնում, Միացյալ Նահանգներն էլ դա իրականում ցանկանում են, որ հզորանա Եվրոպան առանձին ինչպես մեկ սուբյեկտ, եւ մենք շարունակելու ենք այդ ուղղությունով աշխատել առանձին ամերիկացիքի հետ, առանձին եվրոպացիքի հետ, առանձին, որովհետեւ մոտեցումները տարբեր են, այսօր այսպես ասեմ, Միացյալ Նահանգներում աջ թևի քաղաքական առումով ուժերն են իշխանությունում, իսկ եվրոպական պետություններում ավելի ձախ թևի ուժերն են, ուստի Բայդենի աշխատակազմը նաև ձախ թևի էր եւ այն ժամանակ ավելի շատ էր ուրեմն միասնական պատկերը այս երկու ուղղությունով, հիմա մի փոքր փոխվել է, բայց Հայաստանը չունի այդպիսի օրակարգ, որ ընտրի մեկը մյուսի փոխարեն, այսինքն մենք համ Վաշինգտոնի, համ Բրյուսելի, համ էլ Լոնդոնի հետ վերջերս ռազմավարական հարաբերություններ կնքեցին։ Ես կարծում եմ ուղղակի մեզ պետք է Ֆրանսիայի հետ արդեն լուրջ ռազմաքաղաքական պայմանագիր, որը կնքելու համար հապկից դուրս գալ է պետք, եւ դրանից հետո արդեն մենք Եվրոպայի հետ կլինենք նույնիսկ ավելի խորը ինչ որ առումով Ֆրանսիայի հետ առնվազն, քան Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ կարելի է ընկել փաստաթուղթ ոչ թե ռազմավարական հարաբերությունների, այլ շատ ավելի խորը, առնվազն ուրեմն բազմաշերտ ռազմավարական հարաբերությունների կամ նույնիսկ ասեի դաշնակցային փաստաթուղթ։ Հիմա կարծեք իրավիճակն այնպեսին է, եթե նախկինում ասում էին Ռուսաստան թե Արևմուտք, հիմա Ռուսաստան, Ամերիկա թե Եվրոպա, հաշվի առնելով Ամերիկայի եւ Եվրոպայի լարված հարաբերությունները։ Ես լինելով շատ ակտիվ կողմնակից հայ-ամերիկյան դաշնակցության եւ հայ-եվրոպական դաշնակցության, ասում եմ, որ որևէ հակասություն այդ երկու գործընթացում չկա։ Ուղղակի նույն աշխարհակրթական այսպիսի մոտեցումի երկու տարբեր այսօր գաղափարներ են, արդեն ասացի, աջ թևի եւ ձախ թևի։ Դա որևէ ձև չի փոխվում, դա նորություն էլ չէ, փոփոխություններ լինում են, Ամերիկան ուզում է, որ Եվրոպան էլ ավելի աջ թևի ուղղությունով շարժվի, եւ Եվրոպան ցանկանում է եւ Եվրոպայի դուրը գալիս է, երբ Ամերիկայում ձախ թևի դեմոկրատ նախագահ է եւ այլն։ Այդ քաղաքական մանրամասների մեջ Հայաստանը մտնելու հնարավորություն չունի, որովհետեւ մեր համար թանկ է համ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, համ Եվրոպայի հետ։ Եվ նաև Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները, որոնք ունի միջազգային հանրության կողմից ռազմական հանցագործ ճանաչված Վլադիմիր Պուտինի հետ, չի խանգարում Նիկոլ Փաշինյանի այս բազմակողմ ջերմ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Գիտեք, ես այսօր իմ վրացի գործընկերներին նաև ասացի հարցազրույցի ժամանակ, որ ես ողջունեի Վրաստանի իշխանությունների նույն մոտեցումը, եթե իրենք ասեին, որ ջերմ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ,
բայց գործնային առումով անեին այն, ինչ վարչապետ Փաշինյանը դրանից հետո հարցազրույցում ասաց, այսինքն, որ երկաթուղին փաստացի Ռուսաստանի կառավարումից դուրս է գալու եւ Հայաստանի կառավարման ներքո է հայտնվելու։ Այսինքն գործնային առումով մենք անում ենք այնինչ մեր շահերից է բխում, իսկ դիվանագիտությունը իհարկե մենք Ռուսաստանի հետ չենք ուզում սրել այնպես էլ սրված հարաբերությունները։ Վրաստանի խնդիրը նրանում է, որ այստեղ իբրև Ռուսաստանի հետ չկա հարաբերություններ, բայց իրականում Վրաստանի պետությունը գնալով մոտենում է Ռուսաստանին։ Հիմա Հայաստանը մոտենում է Ռուսաստանին, թե հեռանում է Ռուսաստանից։ Եվ իհարկե ավելի լավ է ջերմ իրավիճակում մենք սուվերենություն, ինքնիշխանություն ապրապնդենք, որը փաստացի Ռուսաստանի կողմը շատ էլ միշտ էլ ուզեցել է, ոնց հասկացանք, հայտարարությունա դեսպանը արել, որ ողջունում են, ուզում են, որ Հայաստանը ինքնիշխան լինի, իհարկե դա այդպես չէ, բայց հիմա որ այդպիսի հայտարարություն են անում, ողջունելի է ամեն դեպքում, որովհետև այո, այդպես է լինելու, ուզեն իրանք թե չուզեն, եւ ամեն դեպքում ես ողջունում եմ Փաշինյանի մոտեցումը, որ դիվանագիտական ճիշտ քաղաքականություն վարել, իսկ դիվանագիտությունը, այսպես ասեմ, դա ճշմարտությունը ուղիղ ասելու միջոց չէ հաստատ եւ միշտ հաստատ։ Եւ դա նշանակում է, որ մեկ-մեկ պետք է նաեւ այսպիսի դիվանագիտական խաղ ծավալել։ Ես կարծում եմ հայ ազգը այնքանով պատմությունում տարբեր շրջաններ ա ունեցել եւ գիտի ինչքան բարդ բան է այդ դիվանագիտությունը, որ հիմա մենք նաեւ հարգանքով կվերաբերվենք նրան, որ մեկ կարող է վարչապետը այնքան էլ հաճելի բան չի ասում, ինչ մենք ուզում ենք լսել, բայց դրա փոխարեն գործը առաջ է գնում, ամենակարևորը գործն է, այլ ոչ թե խոսքը։ Պարզապես դուք Նիկոլ Փաշինյանի որ խոսքից հասկացաք, որ երկաթուղին հետ են վերցնելու, որտեղ նա ասում է մենք պետք է լուծում գտնենք եւ այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։ Սա նշանակում է, որ երկաթուղին հետ են վերցնում։ Ոչ միայն ես եմ այդպես հասկացել, OSI Media-ն այսօր այդ թվում ես տեսա, որ նույն վերնագրով գրել է հոդված եւ շատերը հասկացել են հենց այդպես եւ ես նաեւ երեք ուղիղ եթերում նայելով այդ հարցազրույցը հասկացա, որ խոսք է գնում նրա մասին, որ չնայած նրա, որ մենք ունենք այո ճակերտներում բարեկամական եւ այլն ջերմ հարաբերություններ, բայց այդ հարցը, որը խոչընդոտ է Թուրքիա եւ Ադրբեջանի հետ գործող երկաթուղին բացելու առումով եւ վարչապետը դրա մասին խոսեց, պետք է գտնի լուծում։ Հիմա լուծումը, որ հասկանալի է, որ կառավարման ավարտն է Ռուսաստանի RŽD-ի, դա պարզ է։ Հիմա վարչապետը ուղիղ ոչի ասի, որ գիտեք, մենք ուզում ենք խլել Ռուսաստանից RԺD-ի վերահսկողությունը եւ փոխարինել այն մեր վերահսկողությունով։ Ասում է դրա փոխարեն մենք խնդիրներ կա, կլուծենք, բայց եղբայրական մթնոլորտում ճիշտ է ասում։ Եվ Վենսի Ծիծեռնակաբերդ այցի շուրջ տեղ ունեցած այդ սկանդալը ինչպես կմեկնաբանեք, նախ փոխնախագահ գնում է կրթության նախարարի ուղեկցությամբ, ոչ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների ուղեկցությամբ, սա ըստ էության Հայաստանի դիրքորոշումն է հայոց ցեղասպանության հարցին, եւ որ պետական բարձրաստիճան պաշտոնյա չի ուղեկցում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք քաղաքական օրակարգի փոխարեն ցեղասպանությունը կրթության եւ պատմության այսպիսի համատեքստում ենք դիտարկում այսօր եւ դա նորություն չէ Հայաստանի պետական պաշտոնական քաղաքականությունը տարիներ արդեն այդպիսին է այսինքն մենք չենք փորձում ցեղասպանության թեման դարձնել անկյունակարային մաս մեր արտաքին քաղաքականության, որովհետև դրա փոխարեն փորձում ենք լուծել հարաբերությունները եւ խնդիրները հարևան պետությունների հետ եւ իրական Հայաստանի համատեքստում ձևավորել հարաբերություններ։ Դա ցեղասպանությունը ժխտելու մասին չէ իհարկե, դա նրա մասին է, որ մենք ապրում ենք ռեալ աշխարհում, որտեղ որ մեր ամենակարևոր առաջադրանքը նոր ցեղասպանություն թույլ չտալն է, որովհետև ի վերջո մենք տեսնում ենք, որ աշխարհը կարող է ճանաչել ցեղասպանությունը, բայց դրանից իրականությունը նաև հաճախ չի փոխվում եւ մեր բարդ իրավիճակը նաև հաճախ չի փոխվում, այսինքն մենք պետք է մեր այսօրվա երեխաների ճակատագրի մասին ավելի շատ մտածենք, քան նախկինում տեղի ունեցած արհավիրքների եւ ողբերգությունների, որովհետեւ դա ավելի կարեւոր է եւ ես համոզված եմ մեր ցեղասպանության զոհերն էլ, իսկ հիմնախնիները նաեւ ցեղասպանությունից փրկվածներ են, ուղիղ
իրանց ցանկությունը կլիներ, որ մենք ավելի կոնցենտրացված լինենք, այսօր մենք ոնց ենք կառուցում ավելի պինդ պետություն, բանակ, հնարավորություններ, կապեր եւ այլն, որ կարողանանք թույլ չտալ այդ ողբերգությունը կրկնվի, այլ ոչ թե որ այդպիսի իրավիճակ լինի եւ հետո մենք տարբեր մայրաքաղաքներում աշխարհում սկսենք որևէ մեկից այսպիսի աջակցություն փնտրել եւ այլն, այդ օրակարգը չէ, որ մեր համար օգուտ է իրականում։ Որպեսզի նման առհավիրքները չկրկնվեն, նաև պետք է դրանք մոռացության չմատնել։ Պարոն Թումանյան, Ով է ասում, որ մոռացության, ես հենց այդ էի ասում, որ մոռացության չպետք է մատնվել, այդ թվում պետք է մեր կրթության համակարգի մաս լինի, եւ պետք է Հայաստանի իհարկե եւ գալիս է բարձր պաշտոնյան գնում է այնտեղ եւ դրանով հարգանքի տուրք է մատուցում, Հայաստանը շարունակելու է եւ այդ թվում ասեմ այսպես, եթե նույնիսկ Հայաստանի պետությունը դա չանի, ապա Սփյուռքը եւ ցեղասպանությունից փրկվածների կամ իրանց հարազատներով զոհվել է ցեղասպանությունում, մենք բոլորս միշտ մեր ներդրումն ենք այդ ուղղությամբ անելու եւ տարբերենք այստեղ, հա, պետական քաղաքականությունը եւ մեր ազգային քաղաքականությունը, որովհետեւ ազգային քաղաքականության առումով բոլորը ամբողջ Սփյուռքը իր ներդրումը շարունակելու է, բայց եւս դա պետք է համահունչ լինի Հայաստանի պետական շահերի հետ։ Հնարավոր է, որ այդ հիմնավորման օրինակ բարձրաստիճան կազմը ապրիլի 24-ին չգնա։ Ոչ, հնարավոր չէ։ Եվ Վենսի ստատուսը, հա, հայոց ցեղասպանություն ձևակերպմամբ գրառում անել, հետո ջնջել, դուք կարծում եք, որ Երևանից օրինակ խնդրանք առաջարկ եղել է այդ գրառումը հեռացնելու, թե ոչ։ Ոչ, իհարկե Երևանից չի եղել, Պարզաբանում արվեց Սպիտակ տան կողմից, ոնց հասկանում եմ իրանց աշխատողներից մեկն էր, իհարկե մի քիչ անհավատալի։ Վենսը անձամբ չի կիսվում իր սոցիալական ցանցերում, հուսով եմ դա բոլորը հասկանում ենք եւ հաշվի առնելով կներեք, հասկանում ենք, որ Վենսի աշխատակազմում պատահական անփորձ սկսնակներ չեն։ Ոչ, պատահական անփորձ չի, մի քիչ որ խորանանք ներքին թեման, տեսեք, խնդիրը նրանում է, որ իր աշխատակազմում կարող են լինել, խնդիր չի դա իրականում, դա շատ էլ նույնիսկ լավ է, կարող են լինել մարդիկ, ով աշխատել են երկար ժամանակ է, այլ ոչ թե նոր են սկսել աշխատել եւ նախկին աշխատակազմի ժամանակ դեմոկրատների Բայդենի ժամանակ բառացի իրանք օգտագործում էին խոսքը ցեղասպանություն։ Հիմա այս աշխատակազմը եկել է եւ գիտեք, որ փոխել է մոտեցումը եւ դա մենք կարող ենք հնարկել եւ գնահատական դրան տալ, բայց փոխել է մոտեցումը եւ չի օգտագործում բառ ցեղասպանությունը, ինչպես դա արվում էր նախկինում միջև Բայդեն, նաեւ ինչպես հանրապետականների, այդպես էլ ժողովրդա դեմոկրատների կողմից մի խոսքով։ Եվ հաշվի առնելով, որ այդ բառապաշարն է կիրառվել, իրանց այսօրվա քաղաքականության հետ համահունչ չէր, որոշում են կայացել փոխել։ Ես իհարկե իմ ամերիկյան տարբեր գործընկերներին երբ կհանդիպեմ, կասեմ, որ սա անընդունելի է, որ ավելի ուշադիր լինեն եւ կամ մեկ տարբերակով կամ մյուս տարբերակով, բայց իհարկե մեր համար ճիշտ տարբերակը ցեղասպանություն բառ օգտագործելն է, բայց ամեն դեպքում պետք է այնպես անել, որ մեր հանրությունում այսպիսի բացասական, այսպես ասեմ, տպավորություն չմնա այս իրադարձություններից, բայց ամեն դեպքում սա ցեղասպանությունը ժխտելու մասին չէ, հակառակը ինքը գնաց ցեղասպանության հուշահամալիր դրա համար, որ եւս մեկ անգամ հաստատի եւ ամենաբարձր պաշտոնյա ամերիկացին է, ով երբեք եղել է ճիշտ է ցեղասպանության հուշահամալիրում, այսինքն սա ուղղակի նրա մասին է, որ իրանք փորձում են այդ բառը չօգտագործելով չստեղծել լարվածություն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, որ կարողանան բարելավել այդ հարաբերությունները։ Հիմա սա պրագմատիկ ռեալ պոլիտիկ է, սա լավ է թե վատ, նայած որ անկյունից նայես, ռեալ պոլիտիկի առումով եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով սա օգտակար է, բայց այն մարդկանց համար ում նախնիները հայոց ցեղասպանությունի զոհեր են եւ կամ տուժել են հայոց ցեղասպանությունից կամ առհասարակ ամբողջ մեր ազգի համար, սա չի կարող դրական եղնել երբեք եւ մենք շարունակելու ենք պնդել, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ բոլոր պետությունները պետք է պատշաճ գնահատական տան այդ ճիշտ բառապաշարով ցեղասպանություն օգտագործելով հայոց ցեղասպանության զոհերին։ Եվ վերջում Նիկոլ Փաշինյանը Վենսին ճանապարհելուց հետո հիշել է նաև իր պատկերացմամբ եկեղեցին բարենորոգելու մասին եւ հիմա նոր հայտարարությունները անում, ասում է ստվերային գումարներ են գալիս եկեղեցու անվան տակ, որոնք ներդրվում են Հայաստանի քաղաքական կյանքում, որտեղից են գալիս այդ գումարները,
ովքեր են այդ գումար փողի շահառուները եւ ինչ կհետեւի ձեզ Փաշինյանի հայտարարությանը։ Դե առաջերտին ասեմ, որ բարենորոգման թեմայով իր պատկերացումը չէ հաստատ, որովհետև առնվազն ես էլ եմ ներգրաված այդ թեմայի մեջ եւ այդ գործընթացում եւ ասեմ, որ շատ ավելի շուտ եմ սկսել այս թեմայով զբաղվել, քան վարչապետ Փաշինյանը հանրային սկսեց այս հարցով զբաղվելը, նաև իր ժամանակ փորձել եմ հեղափոխության ժամանակ վարչապետին համոզեցնել, ճիշտ է, խոչընդոտել է ինձ մի քանի անձնավորություն եւ վարչապետին չկարողացա այն ժամանակ մանրամասն տեղյակ պահել իրավիճակի մասին, բայց եւ դա կոնկրետ Արթուր Վանեցյանն է, եթե որևէ մեկին հետաքրքրում է թե ում մասին է խոսքը, այսինքն այդ օրակարգը նոր չէ եւ այդ օրակարգը Ինչ եք ուզում ասել, որ Արթուր Վանեցյանը խոչընդոտեց։ Արթուր Վանեցյանը եւ իր կողմից ղեկավարված այդ համակարգը այդ ժամանակ մեր եկեղեցում ստեղծված իրավիճակը, որտեղ այս իրավիճակը նոր չի ստեղծվել եւ ոչ էլ Բագրատ Գալստանյանի կողմից շարժումը սկսելուց է ստեղծվել, ոչ էլ Կտրիչ Ներսիսյանի բացահայտ քաղաքականության մեջ մտնելուց է սկսվել օտար պետության հատուկ ծառայությունների ուրեմն ղեկավարումը, վերահսկումը մեր եկեղեցում նորություն չէ, ուղղակի հիմա նոր Հայաստանը սկսում է դրանից զբաղվել, ես ողջունում եմ դա եւ կարծում եմ, որ վարչապետը միջև վերջ պետք է եւ մենք բոլորս հասցնենք այս գործը, իսկ ինչ վերաբերվում է որտեղից է այդ գումարները եւ այլն, ես հիշեցնեմ, որ վարչապետին ենթարկվում է երկու պետական կառույց, ազգային անվտանգության ծառայություն եւ արտաքին հետախուզության ծառայություն, վարչապետը այսպիսի հայտարարություններ անելու հնարավորություն չունի, եթե հիմքեր չունի եւ իրավունք էլ չունի, այսինքն ունի հիմքեր եւ այդ հիմքերը չեն կարող չլինել ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում կամ նույնիսկ աղբյուրը կարա լինի ԱԱՑ-ն, ես կոչ եմ անում հանրային ձևով նաև ազգային անվտանգության ծառայությանը, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո պարզաբանի եւ հնի վերահսկի, եթե արդեն չի անում դա, թե ինչ գումարների մասին է, որտեղից են հարցերը, ինչ որ դուք ինձ ուղեցիք, ով է դա անում, ինչ հարցեր են, ով է պատասխանատու եւ ով ինչպիսի պատիժ պետք է կրի, եթե այդպիսի իրադարձություններ իրոք տեղի են ունենում, այսինքն սա հատուկ ծառայությունների անելիք է եւ պետք է արվի։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։